նա հեռարձակում է, հետևաբար պետք է գուցե բան անել, էլի, նոր մեթոդով հաշվարկել այդ տոկոսները, շնորհակալություն։ Գանք եթե ունեք։ Անեմ, Տիկին Ղազարյան, նախ սկսեմ նրանից, որ հիմնավորման մեջ շատ հստակ կանխորոշված տարբերակով, կանխակալ տարբերակով դուք հիմնավորման հեղինակները ամրագրել են հստակ տարանջատված գործառույթներով երկու հանրային հեռարձակողների գործունեության ապահովում։ Եվ այստեղ այլևս ճկունության մասին ըստ հիմնավորման, այստեղ ճկունության մասին խոսք լինել չի կարող։ Մյուս հարցը, որ դուք ասում եք, վերաբերում է այնուամենայնիվ թե այստեղ ձեր այս պատասխանի ընթացքում եւ նաեւ ինչպես եւ հիմնավորման մեջ որևէ ֆինանսական եւ վերլուծական ուսումնասիրություն հավատարժան, տեսեք դուք շողակաթի ուրեմն Ժողակաթի տված տվյալները կասկածի տակ եք դնում, երբ որ դրանք ներառված են հանրային խորհրդի հանրային հեռարձակողի տարեկան զեկույցի մեջ, նշանակում է դուք հարցականի տակ եք դնում նաև հանրային հեռարձակողի հավատարժանությունը, որը սա ձեր իրավունքն է, ես չեմ ուզում վիճարկել, գնացեք այնտեղ հստակացեք որքանով է հավատարժան, բայց եթե դուք հավակնում եք այստեղ ներկայացնել մի նախագիծ փակելու ըստ էության շողակաթը եւ այստեղ նորից այդ անկեղծությամբ հայտարարեցիք, ուրեմն պիտի բարի լինեիք բավարար ուսումնասիրություն ներկայացնել հիմնավորման մեջ։ Հիմա այնինչ որ դուք չեք եւ խոսում եք այստեղ ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործման մասին։ Հիմա հնչեցնեմ ֆինանսական թվեր, որը հեռարձակման Տրեմ ես փուլում հարցեր էլի, տակ հետո ելույթ կցողան։ Գիտեք ճիշտ է սպահն է։ Խնդրում եմ թույլ տաք ես շարունակել, ես կաշխատում շատ համառոտ լինել, իհարկե ելույթ էլ կունենամ, ուրեմն պետբյուջեից այս հեռուստաընկերությանը հատկացվում է 221 միլիոն դրամ, առանց ԱՀ 184 միլիոն։ Եվ ուշադրություն, օրական 14 ժամ շողակաթի հեռարձակված ուրեմն արտադրանքի մեջ ընդամենը, ոչ թե ընդամենը, օրական 14 ժամ տևողությունը ուրեմն տրամադրվում է կամ ծածկում է շողակաթի արտադրանքը։ Եվ պետության վնասների մասին, եթե խոսում ենք պետության վնասների մասին, բոլորովին հակառակն է, կամ մեր բյուջեի ավելի շուտ այսպես ասեմ, որ ուրեմն այս ամբողջ 14 ժամ անգամ 365, եթե բազմապատկենք մոտարապես 5000 ժամ եւ ավելի, լինում 5200 ժամ կարծես թե հաշվեցի, ուրեմն ամբողջ մեկ տարվա համար այդ տեսապրոդուկտին, տեսաարտադրությանը ուշադրություն Հայաստանի Հանրապետության բյուջեից վճարվում է ընդամենը 600,000 դրամ գումար։ Սա ֆիքս ենք։ Խոսեմ նաև այն բանի մասին, որ դուք ասում եք, որ հավասար մրցակցային հնարավորություններ եւ այլն, բայց չէ որ պետության պոզիտիվ առաքելությունն է ապահովել հանրային տիրույթում մշակութային եւ կրթական հաղորդումների բազմազանությունը, որպես պոզիտիվ պարտականություն եւ եթե նույնիսկ մեր միջոցներից, իսկ ես հակված եմ որ պիտի այդպես էլ լինի եւ պետության շահագրգռվածությունն է կրթական եւ մշակութային հաղորդումների հանրային տիրույթում հեռարձակումը հանրային տիրույթը միգուցե այս կամ այն կաբելային հեռուստաընկերությունները օգտվեն այս հիմնադրամից որ վերջերս հաստատվեց եւ դուք խոսում եք դեռ ապառիկով գոյություն չունեցող չհաստատված դեռևս չաշխատող դեռևս դուք ապառիկի հույսերով փակում եք այսօր մի հեռուստաընկերություն որը ունի այսպիսի հիմա ես կասեմ նաեւ թե ինչ ծավալներով հաղորդումներ տարածում եւ նաեւ ուզում եմ հնչեցնել այստեղ նախարարնել այստեղ ԿԳՄՍ-ի, որ մեր ռազմավարության մեջ, որը կարծեմ անցյալ տարի ընդունեցինք այդ ռազմավարության մեջ մշակույթի հասանելիությունը եւ մշակութային կրթության հասանելիությունը որպես առաջնահերթություն է ձևակերպված եւ շատ մեծ տարբերություն կա թե մշակութային հաղորդումները այդ հասարակությունը կդիտի այս կամ այն ուրեմն լոկալ նշանակություն ունեցող որևէ հեռուստաընկերությամբ թե հանրային ծածկույթ ունեցողով Դուք նաև այստեղ չեք հնչեցնում, որ ունեք նաև տեսակետ եւ կարծիք, որը հանրային խորհրդի կարծիքը կամ ինչ է ՀՌՀ-ի տեսակետը։ Ես կարծում եմ, որ դուք պիտի նաև ՀՌՀ-ին սա տեսակետը ճշտելու փորձ անեք եւ այսօր հնչեր ՀՌՀ-ի տեսակետը եւ հանրային հեռուստարադիոյի խորհրդի տեսակետը, որը ես ձեռքիս տակ ունեմ եւ որը բոլորովին էլ խրախուսական չի ձեր նախաձեռնության կապակցությամբ։
Եվ շատ ես շնորհակալ եմ, որ դուք անկեղծ եք եւ թիրախային ասում եք, որ այո, սա ուղղված է շողակաթի դեմ։ Իսկ ես կարող եմ ավելացնել, այո, սա ուղղված է հայ առաքելական եկեղեցու դեմ թիրախավորված պայքարի, ես կասեի, ասպատակության շրջանակներում։